համեցիկ։ Կարճ ուղղակի հավելեմ, պարոն վարչապետ, եւս նմանատիպ իրավիճակ ունենք Վայոց ձորի մարզում, մոտ 4000 հեկտարի մասին է խոսքը, արդեն ստացել ենք շրջակա միջավայրի նախարարությունից անհրաժեշտ փաստաթղթերը, այս մասով էլ ուսումնասիրություն կանենք, կվերադարձնենք, եւ նմանատիպ իրավիճակ ունենք գրեթե ամբողջ ավազանով Սևանի ափի, մենք էլի շատ արդյունավետ աշխատում ենք շրջակա միջավայրի նախարարության հետ, ինչու էստեղ սեփականության իրավունք չկա, որովհետեւ չէր կարող լինել, պարոն վարչապետ։ Այստեղ պետք է գրանցվեր կամ անհատույց օգտագործում կամ վարձակալություն եւ տրամաբանական է, որ մենք վիճարկում ենք հողերի նկատմամբ այս իրավունքները։ Վարձակալությամբ էլ չի տրվել, այսինքն մի կոպեկ պետական բյուջե մի կոպեկ վարձակալության գումար չի մտել։ Ոչ։ Այստեղ քողարկվել է իբրև թե բնապահպանական որոշակի գործառույթների իրականացմամբ, բայց քննվող քրեական վարույթը դեռ ցույց կտա ինչ տեսակ գործունեություն է իրականացվել, ըստ էության բավական շատ օգտակար հանածոներով հարուստ այս տարածքում։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Իհարկե մենք ամենատարբեր ձևաչափով հանրությանը պետք է իրազեկենք վերադարձվող գույքերի վերաբերյալ եւ ելի այն ինչ որ հենց այսօր քննարկեցինք, հարգելի գործընկերներ, ցույց է տալիս այն, ինչի մասին ես երկար ժամանակ խոսում եմ, երբ որ 2018 թվականից հետո անդադ ասվում էր բա գույքերը ինչ եղավ եւ այլն, ես ասում եմ սիրելի հայրենակիցներ, այդ ապօրինի գույքը մի փաթեթի մեջ մի տեղում դրված չի, որպեսզի մենք գնանք դուռը բացենք, մի գործողությամբ վերցրենք, դրանք ամենտեղ են, շատ տեղ են, տարբեր են, բազմաշերտ են, դրանք պետք է ուսումնասիրվեն, հայտնաբերվեն եւ ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ մեխանիզմը դե յուրե մեխանիզմը ամբողջությամբ գործարկված է եւ ըստ էության այսօր ի տարբերություն ասենք ենթադրենք 5 տարի առաջվա մենք ամենօրյա մեր աշխատանքում ջանքեր չենք գործադրում, որովհետեւ ինստիտուցիոնալ լուծումները դրված են եւ ինստիտուտները իրենց գործը պետք է անեն եւ անում են եւ այդ process-ը անընդհատ ամենօրյա ռեժիմով աշխատում է, այլ բան, որ մենք արձանագրում ենք, այդ էլ ասենք, որ սա նրա մասին է, այստեղ եթե կառավարության նիստը հասել, այդ նշանակում է ավարտվեց process-ը, ավարտվեց, այսինքն մենք դեռ չենք խոսում ընթացիկ գործընթացների մասին, մենք կարող ենք ունենալ իրավիճակներ, շաբաթներ, երբ որ ամեն օր ինչ որ մի իրադարձություն տեղի ունենա, բայց այդ իրադարձությունը մինչև գա կառավարության նիստ հասնի, այդտեղ էլ է ժամանակ տևում, բայց մեկը դաղան շրջելի է արդեն։ Հիմա հարցս հետևյալն է, մենք կարող ենք Տիկին Վարդապետյան արձանագրել, որ համակարգը, ինստիտուտը ամբողջությամբ ներդրված է եւ լիարժեք այսօրվա դրությամբ աշխատում է։ Կարող ենք, պարոն վարչապետ, մենք ես նշեցի, որ շատ արդյունավետ համագործակցություն ունենք վերաբերելի հողատարածքների հետ կապված գերատեսչությունների հետ, այստեղ միայն մի խնդիր կա, որի մասին խոսել ենք, բայց դա ուղղակի կարծում եմ տեխնիկայի հարց է կլուծենք, մեխանիզմը պետք է դառնա ինքնաշխատ, այսինքն յուրաքանչյուր դեպքում մենք ստիպված ենք դեռևս գրագրություն շրջանառել եւ ես ավելորդ չեմ համարի շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը շրջակա միջավայրին եւ հատկապես կադաստրի կոմիտեին մենք ամենօրյա ռեժիմով անընդհատ գրագրություն ենք վարում եւ աշխատում ենք ինձ համար շատ ցանկալի կլիներ որ սա լիներ թվային այսինքն անկախ նրանից որ մենք միմյանց գրություններ կգրենք կամ իրար հետ այս թեմայով կաշխատենք թե չէ գույքերը ավտոմատ գրանցվեն կարծում եմ փոխվարչապետերի հետ մենք առաջիկայում այս լուծումներին կգանք հաշվի առնելով նաեւ թվայնացման օրակարգը բայց այս պահին այո ինքնաշխատ աշխատում է իհարկե հոգատարության կարիք ունի, որովհետև մենք հայցեր ենք ներկայացնում դատարան, գնում ենք դատարաններ, հետո գրանցում ենք այդ գույքերը, որոշակի խնդիրներ են լինում, գործընկերների հետ քննարկում լուծում ենք, կարծում եմ մենք հոգատարությամբ առաջ կտանենք այս process-ը, պարոն վարչապետ։ Եվ ասեմ, եթե իմ հիշողությունը եւ զգացողությունը, իմ տպավորությունը չի դավաճանում, հիմա օրինակ տասնյակ մանկապարտեզներ կան հերթի մեջ, որոնք քննության process-ների մեջ են, էլի հատուկ պահպանվող Սևանա լճի ավազանի մասին դուք նշեցիք, այդտեղ հարյուրավոր հողակտորների մասին է խոսքը, որից ամեն մեկի հետևից մենք սկզբունքորեն հատիկ առ հատիկ պետք է գնանք ինչպես խոստացել ենք եւ գնում ենք։
Կի կարճ հավելում կանեմ պարոն վարչապետ, այո, մանկապարտեզներ կան ընթացքի մեջ, մենք կառավարություն բերում ենք այլևս անշրջելին։ Մենք ընթացքի մեջ բազմաթիվ գույքեր ունենք, որոնց մասին մենք էլ չենք հրապարակում, հետագայում երբ որ ունենում ենք վճիռ, դա մենք ենք հրապարակում, երբ որ բերում ենք կառավարության նիստ, այլևս կառավարության որոշմամբ դա անշրջելի է, բայց ինչն է ինձ նաև այս առումով հուսադրում, որ մարդիկ սկսել են նկատել ապօրինի հողազավթումները եւ մեզ այդ մասին ամենօրյա ռեժիմով են տեղեկացնում, հատկապես մանկապարտեզների հետ կապված։ Մենք այս պահին կենտրոնացած ենք անտառային տարածքների վրա, Սևանի ավազանի վրա, պուրակների վրա, մանկապարտեզների դպրոցների վրա հաշվի առնելով, որ կառավարությունը լուրջ միջոցներ է ծախսում դպրոցաշինության եւ նախակրթական հաստատությունների շինարարության վրա, մենք ցանկանում ենք այս առումով, թեկուզ գույքային առումով ներդրում ունենալ եւ օգնել կառավարությանը։ Հիշեցնեմ, որ Դիլիջանում 2 մանկապարտեզ ենք արդեն այս ընթացքում վերադարձրել, Խաշթառակում մանկապարտեզի մի հատվածն ենք վերադարձրել եւ Տավուշի մարզի մի շարք գյուղերից մեկում առողջարան բավական մեծ տարածքով առողջարան է, որը գտնվում է մեր ուսումնասիրության ներքո, ու այս գործընթացը այլևս անշրջելի է, որովհետեւ մարզի դատախազներն էլ ամենօրյա ռեժիմով այս գործընթացն են իրականացնում։